վերջի եթերներում անընդհատ անդրադառնում եք Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովում արված այն հայտարարությանը, երբ ինքը ընդդիմադիրներին ի պատասխան ասում է դուք որ ասում եք 8 միլիարդով ավելացել է պետական պարտքը, չենք ուզում ասենք հիմա ասեմ, զենք ենք առել, այսպես բղավում էր Նիկոլ Փաշինյանը, խնդրեմ այս մասով ասացիք փոքր ուսումնասիրություն եք իրականացրել, որի մասին կուզեք բարձրաձայնել, եւ ըստ էության նաեւ քաղաքական զրույցում ասացիք, որ համակարգային լրջագույն կործանումներ է, եթե բառը կարելի է օգտագործել, կործանումներ են մեզ սպասվում, ինչի մասին է խոսքը, համեցեք։ Գիտեք, անկեղծ ասած, ես անցած իմ ելույթի մեջ բերեցի Օքսֆորդի համալսարանի վերլուծությունը 22-24 թվականների Հայաստանի Հանրապետության զենքի գնման։ Այն կազմել է ընդհանուր մոտավորապես $500 միլիոն։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյատոր ստոր ստախոս է, որը հարիչ է հայ ժողովրդի ղեկավարին եւ հարիչ է այն ժողովրդին, որը 8000 տարվա պատմություն ունի, իր վրա կրել նման ստախոս վարչապետ, ես ուսումնասիրությունը շարունակեցի։ Եվ գիտեք, տիկին Մարիամ ջան, ինչ հետաքրքիր փաստի հանդիպեցի ես։ Ուրեմն գոյություն ունի Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների կենտրոն հանձնաժողով, որը յուրաքանչյուր տարի ներկայացնում է հաշվետվություն երկրների ռազմական պոտենցիալի եւ երկրների ռազմական գնումների վերաբերյալ։ Եվ այդ հաշվետվությունը ներկայացնում է աշխարհի ամենահեղինակավոր կառույցին՝ ՄԱԿ-ին։ Սիրելի հայ ժողովուրդ, Նիկոլ Ստախոսը, Նիկոլ մանիպուլյատոր դավաճանը հերթական անգամ լկտի ցինիկ սուտ խոսեց ազգային ժողովի ամբիոնից, ասելով որ $8 միլիարդ պարտքի ավելացումը կապված է զենքի գնման հետ։ Նախ ասեմ, համաձայն Ստոկհոլմի վերլուծությունների կենտրոնի հաշվետվությանը ՄԱԿ-ին, Հայաստանի Հանրապետություն 2020-2024 թվականներին աշխարհի 4 երկրներից գնել է 9 անգամ գնել է զենք եւ զինամթերք, որի ընդհանուր արժեքը կազմել է $1 միլիարդ 65 միլիոն։ Նորից եմ կրկնում, $1 միլիարդ 65 միլիոն։ Հասկանում եք։ Ընդ որում, համաձայն այդ վերլուծությունների եւ համաձայն պաշտպանական բյուջեի տվյալների $1 միլիարդ 65 միլիոն Հայաստանի Հանրապետության պաշտպանության բյուջեից է վճարվել եւ ոչ թե արտաքին պարտքի միջոցով։ Ներեցեք, ես ճշտման եմ, չեմ ճշտել դեռ այդ թիվը, բայց քանի որ այդ թիվը ինձ մոտ արդեն կա, ես ուզում եմ նշել։ Պաշտպանական բյուջեից չի գնվել $200 միլիոն զենք զինամթերք Ռուսաստանից։ Միայն Ռուսաստանից չի գնվել այդ զենք զինամթերքը $200 միլիոն, ընդ որում հիմնականում զինամթերք չի գնվել։ Այսինքն այդ 200 միլիոնը կարող է այնտեղ բյուջեից չնի, այլ պետական պարտք ավելացված լինի, բայց ցանկացած դեպքում դա 8 միլիարդ չէ։ Եվ հայ ժողովուրդը ասֆալտով եւ մանկապարտեզ ներկելով ուրախացող հայ ժողովուրդը պետք է հարցնի Նիկոլ Փաշինյանին, ուր է $8 միլիարդ, որը որպես պարտք դու դրել ես մեր եւ մեծ ծերունդների վզին, ուր է թալանվել եւ ուր է գնացել այդ փողը։ Ես նորից եմ կրկնում, Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների կենտրոն հանձնաժողովում այդ թվերը բացահայտ են, ՄԱԿ-ի հաշվետվության մեջ են մտնում, կարող է ցանկացած ոք մտնել եւ նայել։ Հայաստանի Հանրապետությունը նորից եմ կրկնում 4 երկրներից 2020-24 թվականներին գնել է $1 միլիարդ 65 միլիոն դրամի զենք զինամթերք։ Հասկանում եք, որը մեր պետական բյուջեից է մուծվել եւ ոչ պարտքի ավելացմամբ։ Այնպես որ սրանք մեծ հարցեր են, որոնք պետք է տրվեն
այս իշխանություններին։ Եվ Նիկոլ Փաշինյանը, որ քո լակտի ցինիկ, գրեհիկ, այլասերված հայացքով նայում ես ու ասում ես զենք են գնել, սուտ ես խոսում ստոր դավաճան։ Ով չի հավատում, թող վերցնի Ստոկհոլմի վերլուծությունները նայի եւ ասի։ Բացի դրանից Նիկոլ Փաշինյանը իր դավաճանությունները եւ իր հայասպան գործունեությունը թաքցնելու համար լրացնում է բոլոր այլախոհներին։ Լրացնում է ուղղակի։ Նայեցեք, Նիկոլ Փաշինյանը Տաուշի 4 գյուղերը տվեց Թուրքին, չմարսեց իհարկե, ժողովուրդը բունտ արեց։ Տարբեր կապիկություններ արեցին, մի հատ ճաքած պատին տակ նկարվեցին ցույց տալու համար, որ խաղաղություն է, տես չեն կրակում եւ այլ, իհարկե Թուրքը հիմա չի կրակի։ Թուրքը կկրակի եւ պահ գա ոչնչացնելու վերջին հային։ Իսկ այդ պահը դեռ չի եկել, Նիկոլը դեռ մինչև վերջ համակարգային ոչնչացումը Հայաստանի չի ավարտել։ Նայեցեք, Հովիկ Աղազարյանը ԿՊ-ական այդ պատգամավորը, որ դեմ գնաց Նիկոլ Փաշինյանին, ով Նիկոլ Փաշինյանին համեմատում էր Հիսուս Քրիստոսի հետ, դեմ գնաց Նիկոլ Փաշինյանին եւ նույն պահին դարձավ հայ ժողովրդի համար մեկ թշնամին համաձայն նիկոլականների, որովհետեւ ինքը դեմ գնաց դավաճան կապիտուլյանտին եւ իր մեջ քաջություն գտավ ճշմարտությունն ասելու Նիկոլի եւ նիկոլականների մասին։ Ազգային ժողովում պարզապես հարց տվեց, բարձրացրեց ժամանակի շուտ բարձրացրեց Տիգրանաշենի հարցը։ Ասել է, որ Տիգրանաշյանը փոխեք Արծվաշենի հետ, բայց ժողովուրդը հասկացավ, որ Տիգրանաշենի հարցը Նիկոլը արդեն լուծել է, հանձնելու է Թուրքին։ Եվ չի ներվում Նիկոլ Աղազարյան, համաձայն մեր ընդհանուր մտերիմների զրույցներից Աղազարյանը Հովիկին մի քանի օր հետո կկալանավորեն։ Ամենայն հավանականությամբ կկալանավորեն։ Փոխվել է քննիչը, կոռուպցիոն են անհասկանալի գործով, փոխվել է քննիչը, Վանաձորից քննիչ են հրավիրել, որպեսզի Աղազարյան Հովիկի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրի, Աղազարյան Հովիկին մեկուսացնեն, որպեսզի Նիկոլի դավաճանության ճշմարտությունները չբացահայտի, չբարձրաձայնի։ Ուրեմն մի րոպե ասեմ, Հովիկ Աղազարյանի ես չեմ պաշտպանում։ Հովիկ Աղազարյանը ինձ համար, որպես քաղաքական գործիչ, նիկոլական եղել է, կա եւ մնում է։ Սակայն Հովիկ Աղազարյանը համարձակվեց Նիկոլի դավաճանությունը բացահայտել ազգի առաջ, որ Տիգրանաշենը տրվում է հայ ժողովուրդ։ Ազգային, լսեք, գիտեք ինչ կա, ազգային ժողովում երբ ասվում է, դա լայն մասսայականություն է վայելում։ Եվ Նիկոլը իր դավաճանության բացահայտումը չի ներում, ինչպես չի ներում այսօր մեր եպիսկոպոսներին, մեր եկեղեցուն, որովհետև եկեղեցին ազգային հենքի վրա է կանգնած։ Հիմա նայեցեք, ինչու են կալանավորված եկեղեցականները։ Ընդ որում, ես ուզում եմ մի պատմական փաստ բերել։ 17-րդ դարի սկզբին եղել է Մովսես կաթողիկոս հայոց, որը 300 թումանով, այն ժամանակվա թումանով, Էջմիածնի եկեղեցին տվել է պարսկական արքունիքին գրավ եւ այդ փողը մղցել է։ Դա եղել է մի սրիկա կաթողիկոս։ Բայց ոչ մեկի մտքով այն ժամանակ չի անցել կարգալույծ անել կամ հակակաթողիկոսական քարոզ սկսել։ Այդ նույն կաթողիկոսն էլ, ով Նիկոլ Թորոսիչ դավաճան եպիսկոպոսի միջոցով 1 միլիոնանոց հայ համայնքը ոչնչացրեց Ռեջպոսպոլիտայում։ Նիկոլ Փաշինյանը թուրքերի հրահանգով համակարգային պայքար է մղում հայ ժողովրդի դեմ։ Ես բերել եմ մի 2019 թվականին Երևանում ԿՊ-ական միտինգը Երևանի հրապարակում բազմամարդ, հազարավոր մարդիկ էին հավաքվել, Նիկոլ Փաշինյանը
պայքար էր սկսել ազգային ժողովի ընտրությունների համար։ Եվ Նիկոլ Փաշինյանը մեզ քննադատում են, որ մենք եկել ենք հանձնելու Արցախը։ Մենք եկել ենք փրկելու Արցախը։ Եվ ինչ։ Փրկվեց Արցախը։ Նիկոլի փրկությունը Արցախի ամբողջական կործանումն էր, հայաթափումը եւ թրքացումը։ Եվ այսօր հայտարարում եմ, մենք եկել ենք փրկելու, ազատագրելու եկեղեցին։ Դա նշանակում է, որ եկեղեցին կարժանանա Արցախի ճակատագրին։ Հիշում եք, Նիկոլը հայտարարեց, մենք եկել ենք փրկելու բանակը եւ զինվորներին, եւ սկսվեց խորովածի, լուլաքաբաբի, կլուբնիկի օպերացիան։ Եվ արդյունքում ինչ եղավ։ Բանակը կործանվեց։ Բանակը կործանվեց։ Այնպես որ եկել ենք կործանելու, եկել ենք փրկելու հայ ժողովուրդը թալանից, կոռուպցիայից։ Եվ ինչ է պարզվում։ Ամենամեծ թալանը այսօր իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում, որը նախկին ոչ մի իշխանության օրոք այդպիսի թալան չի եղել։ Ես պաշտոնապես հայտարարում եմ Հայաստանի Հանրապետությունում տարեկան 1-ից 2 միլիարդ դոլար կոռուպցիոն ռիսկերով փող է անհետանում արաբական երկրների բանկեր եւ օֆշորային անհասկանալի հաշիվներ։ Նիկոլի փրկությունը։ Բոլոր քպայականները դարձել են դոլարային միլիոնատերեր։ Նիկոլ Փաշինյանի 17 միլիոն դոլարանոց պալատը թող թքի բոլոր Նիկոլ Պաշտողների ճակատին։ Չեք հավատում։ Իլյա Կամարովսկայի սեպտեմբերի 12-ի հաղորդումը դիտեք։ Այս տարվա սեպտեմբերի 12-ի հաղորդումը դիտեք։